Պարզ է, չէ, ես շատ հստակ ասում եմ, որ այս 11 հոգին զբաղված են ինքնիրավչությամբ վարչապետի պարագայում, նրա գործողությունները քրեա իրավական գնահատական է ստանալու, որտեղ նա զբաղված է եկեղեցական իշխանության իրավապահները, երբ որ սահմանադրություն է խախտվում, երբ որ մի խումբ անձինք ինքնիրավչությամբ Դուք չգիտեք որտեղ են իրավապահները։ Նույն ԱԱԾ-ն, որ հոգևորականներին ասում է զեղչեք Դուք չգիտեք որտեղ են։ Դուք երբեմն Նիկոլ Փաշինյանին ճեպազուրիստների ժամանակ կառավարությունում տեսնում եք, նկատել եմ ձեզ։ Գրպաններում մանեք եք գտնեք այդ մարմիններին։ Այդ իրավապահ մարմինները գտնվում են Նիկոլ Փաշինյանի գրպանում եւ իրանք խիստ են, խստապահանջ են, օրենքը ամբողջ խստությամբ կիրառում են, երբ որ օրինակ ընդդիմադիր որևէ գործ չի պիտի հետ անբնեն։ Այս օրինակ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին։ Էն էլ ընտրական ցիկլից 6 շաբաթ հետո շոր անհասկանալի ընտրակաշարքի գործ կպցրեցին, բոլոր չգրված կանոնները խախտելով ամանորից առաջ գնացին այդ այլանդակությանը եւ այլն, ու ասենք կալանավորեցին։ Եվ ընդհակառակը օրենքը որևէ կերպ չի գործում, երբ որ ապօրինությունա գործում իշխանության ներկայացուցիչը